Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Զգույշ, թեյը տաք է։ Հադսոնը գրեթե վառելու էր իր լեզուն, Անգլիայում, Հադսոնների ընտանիքում, թեյախմության ժամ էր, շատ հետաքրքիր է գնալ 150 տարի հետ, այդ ժամանակ հայրը միշտ պատմում էր հեռավոր Չինաստանի մասին, հանկարծ նա լրջացավ։ Միլիոնավոր չինացիներ դեռ երբևէ չեն լսել Հիսուսի մասին։ Չեմ հասկանում, ինչու ավելի շատ միսիոներներ չեն գնում Չինաստան։ Ծնողները ժպտացին իրենց 5 տարեկան տղայի խոսքերից։ Նա հաճախ էր հիվանդանում և անհնար էր, որ նա կարողանար միսիոներ դառնալ։ Քանի որ Հադսոնը չէր կարողանում գնալ դպրոց, նրա մայրը տանն էր նրան դասեր տալիս։ Հադսոնը գրքերի մեծ սիրահար էր։ Ախ, եթե կարողանայի գիշերն անկողնում կարդալ։ Չեմ կարող, քանի որ մայրիկը միշտ լուսամփոփն իր հետ է տանում։ Ես մի քանի մոմի մնացորդներ կգտնեմ։ Ամեն երեկո նա թաքուն լցնում էր իր տաբատի գրպանները նախքան բարի գիշեր ասելը և գնում էր իր սենյակ, բայց մի օր շատ անհարմար բան պատահեց։ Ընտանիքի հյուրերից մեկը նրան իր գիրկն առավ և նստեց տաք բուխարու կողքին։ Տաքությունից նրա գրպանի մոմերը սկսեցին հալչել։ Րոպեները ժամեր էին թվում։ Հադսոն, քնի ժամանակն է։ Բարի գիշեր։ Կարճ ժամանակ անց մայրը նրան բռնացրեց սենյակում, գրպանում հալված մոմի լի զանգվածով։ Հադսոնը զղջում էր իր արածի համար և այլևս այդպես չարեց։ Գրքի սիրահարը այլ նախասիրություններ էլ ուներ։ Իր քրոջ Ամիլիայի հետ ուսումնասիրում էին թռչուններին և միջատներին։ Երբ Հադսոնը 13 տարեկան էր, սկսեց իր դեղագործական դասերը։ Նա մեծ ծրագրեր ուներ իր ապագայի համար, բայց արձակուրդներից մեկի ընթացքում իր կյանքն ամբողջովին փոխվեց։ Նա քրիստոնեական գիրք էր կարդում, երբ հանկարծ հասկացավ, որ իր հանդեպ ունեցած մեծ սիրո պատճառով է Հիսուսը մահացել և հարություն առել։ Տեր Հիսուս, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ։ Ես ուզում եմ քեզ պատկանել և անել այն, ինչ դու կասես ինձ։ Ամեն։ Երբ աղոթեց, կարծես Հիսուսը նրան ասեր. «Ուրեմն ինձ համար Չինաստան գնա»։ Միսիոներ դառնալը նրա մեծագույն երազանքն էր, երբ 5 տարեկան էր։ Երբ 17 տարեկան դարձավ, սկսեց ինքն իրեն պատրաստել ապագայի համար։ Միգուցե նրա մարզվելը կոգևորի քեզ։ Հաջորդ թողարկմանը ես ավելին կպատմեմ։ Հաստատ պետք չէ, որ բաց թողնես։ Մեզ հետ կարող ես կապվել hayphokrik@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։